Հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Նախ կխոսեմ հաշվետվության կառուցվածքի մասին, որտեղ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել հարկաբյուջետային քաղաքականության թիրախների, արտաքին աշխարհի զարգացումների, տնտեսական զարգացումների և այնուհետև պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, պակասուրդի և ի վերջո պարտքի մասին։ Հաշվետվության կառուցվածքը օգտվողների համար առավել հասցեական և մատչելի դարձնելու, ինչպես նաև ծրագրային բյուջետավորման տրամաբանությանը համապատասխանեցնելու նպատակով 2024 թվականին ֆինանսների նախարարության կողմից մշակվել է հաշվետվության նոր կառուցվածք, որի համաձայն հաշվետվությունը բաղկացած է երկու հիմնական հարկաբյուջետային քաղաքականության և ծախսային քաղաքականության բաժիններից։ Հարկաբյուջետային քաղաքականության բաժնում ներկայացված են մակրոտնտեսական զարգացումները, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, հարկային վարչարարությունը, եկամուտների, ծախսերի, պակասուրդի և պետական պարտքի վերլուծությունները և նշված թեմաներին առնչվող հավելվածներ և տեղեկանքներ։ Ծախսային քաղաքականության բաժնում ներկայացված են ծախսային քաղաքականության ամփոփ նկարագիրը, համապատասխան հավելվածներով և տեղեկանքներով և պետական մարմինների հաշվետվությունները։ Յուրաքանչյուր պետական մարմնի հաշվետվություն ներկայացված է առանձին, որում ընդգրկված են մարմնի քաղաքականության հիմնական գերակայությունները, ծախսերի և ֆինանսական ակտիվների գծով ելքերի վերլուծությունը, պետական բյուջեի ելքային ծրագրերի և միջոցառումների գծով արդյունքային ցուցանիշների կատարման վերաբերյալ հավելվածները, ինչպես նաև տեղեկանքներ, այդ թվում պետական մարմինների կողմից գրանցված պետական տուրքերի և այլ եկամուտների վերաբերյալ։ Հավելվածները ներառում են տեղեկություններ, որոնց ներկայացումը սահմանված է պետական բյուջեի մասին օրենքով և օրենսդրության այլ դրույթներով։ Տեղեկանքները ներառում են տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար։ Հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ամրապնդումը, անվտանգային համակարգի ամրապնդումը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը։ 24 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվել է հարկաբյուջետային կանոնների առավել մեղմ սահմանափակման պայմաններում, քանի որ կառավարության պարտք ՀՆԱ-ցուցանիշը ցածր է գտնվել 50% շեմից։ Միաժամանակ կառավարության պարտք ՀՆԱ-ցուցանիշի 40-ից 50% միջակայքում գտնվելու պայմաններում պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը շուրջ 181.7 միլիարդ դրամով։ Այստեղ պետք է հիշեցնեմ, որ կանոններով 40-ից 50 միջակայքում գտնվելու ժամանակ կապիտալ ծախսերը պետք է ավել լինեն պակասուրդից։ 24 թվականի հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23.6%, որոշակի նվազում ունենալով նախորդ տարվա նկատմամբ, ինչը պայմանավորված է եղել տնտեսության կառուցվածքային փոփոխություններով, բնութագրվող տնտեսությունում ներքին սպառման ուղղված ներմուծման դերի նվազմամբ և արտահանման դերի աճով, ինչը հանգեցրել է անվանական ՀՆԱ աճից հարկման բազաների ավելի դանդաղ ավելացմանը։ Սրա մասին երևի ավելի մանրամասն կխոսենք։ 24 թվականին տնտեսական ներուժի բարձրացմանը, առանձին ոլորտում առաջացող հիմնախնդիրներին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալական կարիքներին ուղղված հարկաբյուջետային աջակցության ծրագրերը շարունակական են եղել։ Կապիտալ ծախսերի դերի շարունակական բարձրացման միտումը պահպանվել է, կապիտալ ծախսեր ՀՆԱ-ցուցանիշը հասել է ՀՆԱ-ում 5.5%-ի, թույլ տալով պատշաճ ֆինանսավորել անվտանգային և կենսական նշանակության ենթակառուցվածքային ծրագրերը։ Տնտեսական աճի ներուժային մակարդակին մոտենալու պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է չեզոքին մոտ դիրք, միաժամանակ ուղղված լինելով տնտեսական ներուժի բարձրացմանը և կառավարության պարտքի կայունության պահպանմանը։ Պետական բյուջեի պակասուրդը ձևավորվել է այնպիսի մակարդակում, որը թույլ է տվել կառավարության պարտքի բեռը պահպանել ապահով մակարդակում, կառավարության պարտք ՀՆԱ հարաբերակցությունը պահպանվել է 50%-ից ցածր մակարդակում, կազմելով 48%։
Հաշվետվությամբ ներկայացված է 48.3%-ը, 48.3%, սակայն հնայի վերանայումից հետո այդ ցուցանիշը նվազել է մինչև 48%։ Նախ խոսենք արտաքին աշխարհում տեղի ունեցող տնտեսական զարգացումներից, համաշխարհային տնտեսությունում եւ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճը շարունակել է մնալ դրական տիրույթում, պայմանավորված սպառողների կայուն պահանջարկով, գնաճի թուլացմամբ եւ խոշոր տնտեսություններում շարունակվող հարկաբյուջետային եւ դրամավարկային ճշգրտումներով, Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճը կազմել է 4.1%, Չինաստանում 5%, Եվրոգոտում 0.9% եւ ԱՄՆ-ում 2.8%։ 24 թվականին նավթի գինը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 2.3%-ով, կազմելով $80.7 բարելի համար, պայմանավորված ավելի թույլ համաշխարհային պահանջարկով եւ հումքային ապրանքների առաջարկի աճով, պղնձի գինը աճել է վերականգնվող էներգիայի անցմամբ պայմանավորված պահանջարկի եւ մատակարարման խափանումների հետևանքով, 24 թվականին պղնձի տարեկան միջին գինը 23 թվականի նկատմամբ աճել է 7.7%-ով եւ կազմել է $9,142 տոննայի համար։ Առաջարկի պայմանների բարելավմամբ պայմանավորված պարենային ապրանքների համաշխարհային գների համաթիվը նվազել է, արդյունքում 24 թվականին պարենի գինը 23 թվականի նկատմամբ նվազել է 2%-ով։ 24 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունում աճել է 53%-ով, սակայն հայկական ծագրման ապրանքների արտահանումը 18.6%-ով։ Առանց թանկարժեք մետաղների արտահանման ավելացել է շուրջ 2.3%-ով։ Սա առանձին ուզում եմ շեշտեմ, որովհետև այս տարի տարբեր տնտեսական ցուցանիշներ ներկայացնելուց տարբեր վերլուծաբաններ եւ տնտեսագետներ գուժում են նրա մասին, որ մեր արդյունաբերությունը անկում է ապրում, այստեղ պետք է հիշեցնեմ, որ մենք ամեն անգամ ներկայացնելուց մեր արտահանման եւ արդյունաբերական աճի թվերը փորձել ենք ֆիլտրել այն ազդեցությունները, որոնք տեղի են ունենում թանկարժեք մետաղների Հայաստանի միջոցով վերարտահանման եւ Հայաստանում դրանց որոշակի վերամշակման ազդեցությունները, որպեսզի նաև իրական պատկեր ցույց տանք, թե ինչպիսի աճեր են գրանցում եւ հետեւաբար նույնը անելու ենք նվազման ժամանակ, որովհետեւ նաև նշել ենք, որ այս աճերը կրում են ժամանակավոր բնույթ եւ չեն բնութագրում Հայաստանի տնտեսական հիմնական զարգացումները։ 24 թվականին Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 2.200.000 մարդ, նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 4.7%-ով կամ 108,000 մարդով, որը հիմնականում պայմանավորվել է Հայաստանի Հանրապետություն այցելած Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների թվականակի նվազմամբ։ Սա էլ մեր կանխատեսումներով կրում էր ժամանակավոր բնույթ, որը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի քաղաքացիների դեպի Հայաստան 22-23 թվականներին մեծ ներհոսքով եւ այս գործոնները հետզհետե վերադառնում են իրենց բնականոն մակարդակներին։ Ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի անկումը կազմել է 34.8%, որին ամենամեծ բացասական նպաստումն է ունեցել կրկին Ռուսաստանի Դաշնությունից ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի 52.3% նվազումը։ Վերոնշյալ պայմաններում վերանայվել են 24 թվականի տնտեսական աճի եւ հնայի կանխատեսումները։ 24 թվականին գրանցվել է 5.9% տնտեսական աճ, որը 1.1%-ով տոկոսային կետով ցածր է եղել 24 թվականի պետական բյուջեի թիրախից, 0.4% կետով միջնաժամկետ ծախսային ծրագրում կատարված կանխատեսումներից եւ 0.1% կետով բարձր 2025 թվականի պետական բյուջեի կանխատեսումներից։ Այսպիսով կարելի է ասել, որ 2024 թվականի սեպտեմբերին արդեն
մեզ համար տեսանելի էր, որ տնտեսական աճը Հայաստանում 2024 թվականին կլինի մոտավորապես 5-8%, փաստացի ունեցանք 0.1%-ային կետով ավել։ 24 թվականը սկսվել է տնտեսական աճի բարձր տեմպով, որը աստիճանաբար դանդաղել է, սակայն մնացել է բարձր մակարդակում, իր վրա կրելով նաև հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճի և Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան բռնի տեղանված մեր հայրենակիցների սպառման և տնտեսական գործունեության ազդեցությունները։ Տնտեսական աճը ուղեկցվել է ներքին և արտաքին պահանջարկի աճով, տնտեսական աճով պայմանավորված 4.7%-ով աճել է նաև մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, որը 23 թվականին կազմել է 3.189 միլիոն դրամ կամ 8125 ԱՄՆ դոլար և 24 թվականին այն կազմել է արդեն 3.338 դրամ կամ 8500 ԱՄՆ դոլար։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։